նախորդ քառօրյա նիստերի ժամանակ մենք ակցիան մեկնարկեցինք, միտքը գաղափարը այն է, որ 21 թվականից ստեղծված քննչական հանձնաժողովը, ազգային ժողովի պահանջով ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է հետաքններ պատերազմի հետևանքները։ Եվ 25 թվականի սեպտեմբերին հայտարարվել էր, որ պետք է հրապարակվի զեկույց պիտի ստեղծեր հանձնաժողովը, Անդրանիկ Քոչարյանը պետք է զեկուցեր ազգային ժողովին եւ հանրայնացներ իր ասածով հազարավոր քրեական գործերը, որոնք իրենք հետաքննել են այդ տարին։ Ցավոք սրտի սեպտեմբերին հայտարարվեց, որ չի հրապարակվելու, չի հանրայնացնելու ժողովը եւ դա մեր վրթովմունքն էր։ Առաջի հերթին անհետ կորածների ծնողները հույսեր էին կապում, որ միգուցե այնտեղ որևէ ճանապարհ կա իրենց զավակներին գտնելու, զոհվածների ծնողներն էին շահագրգիռ, որտեղ շատերի համար առեղծված էին իրենց զավակների կորուստը անհասկանալի պայմաններում է, բնականաբար պատերազմի մասնակիցները նույնպես միացան այդ պահանջին, արցախցիները միացան պահանջին եւ անցած քառօրյային մենք նամակներ հղեցինք խմբակցություններին, պարզաբանելու համար, թե ինչու է հանձնաժողովի զեկույցը գաղտնիացվել եւ պահանջ դնի, որ նախագահան, ազգային ժողովի նախագահան փոխի իր կարծիքը եւ թույլ տա զեկույցը հանրայնացվի։ Խմբակցություններից պատասխան ստացել եք։ Ցավոք սրտի այս երկու շաբաթվա ընթացքում չստացանք պատասխաններ եւ այսօր եկել ենք պատասխանները ուզելու։ Արդեն Հայաստան դաշինքի падգամավորներից Իշխան Սաղաթելյանի հետ զրուցեցի, մի խումբ падգամավորների հետ նոր հանդիպեցի, Իշխան Սաղաթելյանը խոստացավ վաղը, որ պիտի լինի։ Ցավոք սրտի նա անտեղյակ էր մեր գրած նամակից, շատ զարմանալի է։ Սեյրան Օհանյանը ֆրակցիայի ղեկավարը վատ առողջ էր այն օրերին, որում մենք նամակը գրել ենք, միգուցե դա է խոչընդոտ, բայց Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ վաղը մենք ունենանք նամակի պատասխանը։ Այսօր պետք է սպասենք նաև պատիվ ունեն դաշինքի ղեկավարին եւ քաղաքացիական պայմանագիր դաշինքի խմբակցության ղեկավարին։ Պարոն Մարգարյան, նաև դուք այստեղ մյուս մայթին, վեճ ունեցաք Ալեն Սիմոնյանի հետ։ Դուք ինչու որոշեցիք նրան արայով դիմել, այսպես տեսախցիկը միացրած նրան մոտենալ, որն է դրդապատճառը, որովհետև տեսանյութում երևում է, որ նա հենց դրանից վրդովվեց։ Բարի։ Ինչպես ասեցի, մենք նախորդ քառօրյային արդեն մեկնարկել էինք ակցիան, որի մեջ մտնում էր նաև падգամավորներին անհատապես հանդիպել եւ այս խնդրի մասին նրանց պատմել։ Падգամավորներից շատերը, իդեպ բոլոր խմբակցությունների падգամավորները բայրացակամ զրուցեցին կամ խուսափեցին զրույցից, շատերը ասեցին, որ կհրապարակվի անպայման իրենք կողմ են, որոշ մարդիկ անտեղյակ էին, ասեցին, որ հրապարակվել է։ Եվ այդ պահին ազգային ժողովի նախագահն էլ է դուրս գալիս, անհասկանալի է, դիմացի մայթը չէր, մուտքից ելքից ծառայողական Դեմերչյանի ելքից Ալեն Սիմոնյանը դուրս եկավ, ճեպազրույց ունեցավ ծնողների հետ, տեսանյութերը կան, չպատասխանելով գրեթե նրանց հարցերին, եւ ես գտնվում եմ Բաղրամյանի փողոցում, ընդառաջ գնացի եւ մենք տենց հանդիպեցինք։ Գլխավոր հարցը, որ պետք է տայի Ալեն Սիմոնյանին, դա ինչու է նա գաղտնիացրել զեկույցը եւ արդյոք օրենքը չի պարտադրում, որ նա հրապարակի։ Ալեն Սիմոնյանը չցանկացավ հետը զրուցել, եղավ անհարգալից իմ հանդեպ, դիմեց Տարեկ Սրան արտահայտությամբ, որը որ առաջացրեց վեճ։ Դրանից հետո եղավ իր հանդեպ արդեն արա արտահայտությունը, որից հետո արդեն եղավ բանից անցավ։ Հիմա գործի վերաբերյալ ինչ մանրամասներ կարող եք հայտնել, ինչ փուլում է։ Հայտնեմ ձեզ, որ հենց տվյալ միջադեպի պահին ես ենթարկվեցի վարչական ձերբակալման եւ ոստիկանությունում 3 ժամ անցկացնելուց հետո բաց եմ թողնվել։ Կարծես թե դրանով ամեն ինչը պետք է ավարտվել, ոստիկանության պահանջ չկատարելու ինչ-որ անհասկանալի մեղադրանք ներկայացվեց եւ ես բաց արձակվեցի։ Այնուհետեւ հաջորդ օրը երեկոյան արդեն մեծ ուժերով եկել են ինձ ձերբակալելու արդեն քրեական հոդվածով։ Կա մեղադրանք, դատախազի կողմից մեղադրանք, որ ես բառացի եմ ասում, մեղադրանքում նշված է, որ ես ստորացրել եմ Ալեն Սիմոնյանին
Դրա համար դա համարվում է խուլիգանական արարք եւ սեռական բնույթի հայհոյանքներ եմ հասցրել։ Դատավորը որոշեց, քննիչը պահանջում էր տնային կալանք, դատավորը որոշեց չտալ տնային կալանք, ինչի համար շատ շնորհակալ եմ արդար որոշման համար։ Ես այս պահին վարչական վերահսկողության տակ եմ, բայց արգելափակված չեմ շարժում Հայաստանից բացակայելու պայմանով։ Այսքանը։ Ալեն Սիմոնյանից հիմա ինչ ակնկալիքներ ունեք, գուցե անհրաժեշտություն կա փոխադարձ ներողություն խնդրելու եւ դուք եւ ինքը ինչ ակնկալիքներ ունեք, ինչ եք սպասում դրանից։ Ալեն Սիմոնյանը չի ներգրաված իմ քրեական գործում։ Դա առաջի պահանջն էր դատարանին, որ Ալեն Սիմոնյանը հանդիսանա կամ որպես մեղադրող կողմ, կամ որպես տուժող, որևէ կերպ ինքը պետք է լինի գործում։ Դրանից հետո արդեն քննիչը պետք է տանի քննությունը միգուցե նրան, որ հաշտեցման կամ այլ ձևի, բայց մինչ այսօր տեղեկություն չկա քննչականից, թե արդյոք Ալեն Սիմոնյանը ներքաշվել է գործի, բայց դրանից բացի մենք ինքներս պատրաստվում ենք դատի դիմել Ալեն Սիմոնյանին որպես պաշտոնյա անձի, ով անհարգալից է եղել քաղաքացիների հետ ու ստեղ իրավունք չունի առանձնացնելու անձնական հարաբերությունները, մենք ծանոթ ենք եղել թե չէ, սիրում է ինքը ինձ թե չի սիրում, ես դրա կարիքը չունեմ, ես մոտեցել եմ որպես քաղաքացի եւ պահանջելու եմ, որ քաղաքացիների հանդեպ լինի համապատասխան վերաբերմունքը, ավելին ըստ օրենքի պահանջի պաշտոնատար անձը պետք է անգամ հարթեցնի խնդիրը եւ հանդարտեցնի իրավիճակը, ինչը ակնհայտորեն տեսանյութով երևում է, որ Ալեն Սիմոնյանը չի պահպանել։ Սա արդեն ինքը կամ էթիկայի խնդիր պիտի իր առաջ դրվի եւ ինքը պիտի զրկվի նախագահի պաշտոնից, կամ ինքը գնալու է վարչական դատարան եւ ներողություն է խնդրելու անձամբ ինձանից եւ ավելին ֆինանսական էլ հատուցելու է։ Իսկ դուք պատրաստ եք այդ հաշտեցմանը, որ նշեցիք, հաշտվեք Ալեն Սիմոնյանի հետ եւ ձեր կսեղմեք, հա, այսպես ասած։ Մեկ պայմանով, եթե հանձնաժողովի զեկույցը հրապարակվի։ Ես անձնական վիրավորանք այս պահին չեմ պահում եւ չեմ ընկալում դա որպես անձնական տղայական որևէ միջադեպ, այլ ենթադրում եմ, որ սա ընկալում եմ որպես քաղաքական։ Եվ եթե մեր պահանջը Ալեն Սիմոնյանը կբավարարի, ես կլինեմ շնորհակալ դառնալու։